Կարող է տպավորություն ստեղծվել, որ տուն կրաֆտում աշխատում է ընդամենը մեկ մարդ, բայց մենք ունենք մեծ թիվ, ովքեր ունեն մեծ որակավորում։ Ողջույն բոլորին։ Բազմիցս մենք խոսել ենք արկածային տներից եւ տեխնոլոգիաների նյութերի գնագոյացության մասին։ Հաճախ խոսել ենք, որ հիմնականում Հայաստանում կարկասային տները պատրաստում են մետաղյա կարկասից։ Կարող եք ծանոթանալ ավելի մոտիկ այդ ամբողջ աշխատանքի հետ։ Մետաղը ծռվում է, բայց ծվարքի շովը չի վնասվում։ Մետաղական կարկասի հիմնական առավելությունները դա իր ամրությունն է, Հայաստանում ավելի մատչելի է եւ հնարավոր է ինչ-որ արտադրություն, որը որ դուք տեսնում եք, նախապատրաստել բոլոր նյութերը եւ տեղափոխել արդեն ձեր կողմած, որը օգնում է, որպեսզի ձեր ապակոդումը կառուցվի ընդամենը մի քանի ամիսների ընթացքում։ Չի վախում քամուց, ջրից, եթե ճիշտ է մշակված։ Բազմիցս խոսել ենք մեմբրանների մասին, գոլոշիա պաշտպանություն, կամ ջրապաշտպան մեմբրան։ Ավելի մոտիկից ցույց տամ, նման է սովորական պլյոնկի, որը որ նախատեսված է, որպեսզի տան մեջի խոնավությունը չմտնի պատի մեջ։ Այս մի տարբերակը նախատեսված է նրա համար, որ արտաքին քամին, ձյուն, ջուր չմտնի պատի մեջ ու չճնշի այն։ Հուսամ հիշում եք, որ այս մեմբրանի եւ արտաքին ֆասադի նյութի մեջտեղը պետք է լինի մոտավորապես 3 սանտիմետր օդափոխության միջավ։ Բավականին շատ խոսել ենք ներքի վակուումի մասին, փայտային լուծումը, որը որ ձգտումը դարձնում է բավականին ջեր, էկո եւ ավելի մոտիկ բնությանը։ Իրան պետք է միանշանակ մշակել, որպեսզի ողբերը, բնջուրները եւ եղանակային պայմանները չքայքայեն շատ կարճ ժամանակի ընթացքում։ Որը որ մշակվում է պարտադիր փայտը, ֆիքսում ենք, որ այս եզրերը, դրա զամոկները պետք է նույնպես մշակված լինեն, որովհետև եթե մշակված չլինեն, մեկի վրա դնելուց հետո, մեկի դնելուց հետո ու հետո լաքելուց հետո այս արանքը բաց է ու միջատների բարեփոխ։ Հասկանալու համար, որ բազում ստեց, մենք բազային տարբերակով մշակեցինք։ Այս արանքը ներսի հատվածից այդ մասից չի մշակվում ու դա համարվում է, որ զամոկը լավ չի մշակվում, չի արտաբերվում, որ այս նյութը իր հատկությունները ավելի շուտ արտադրություններով, քան նախատեսված էր սկզբում։ Ով գիտի սա ինչ է? Վստահ եմ բոլորդ գիտեք։ Լամինատի տակ փակվող հատուկ սպունգ է, որպեսզի ճոճ, ճռռոց եւ այլ բաներ չլինեն։ Մի մոռացեք սրա մասին։ Ինչքան էլ լավ որպետ լինես, առանց լավ գործիքների դա կատարել անհնար է։ Պետք է յուրաքանչյուր աշխատող զինված լինի լավ եւ բարձր որակի ինստրումենտներով։ Այսի զուտ ձեռի հետ կոմպրեսատոր առանց սրա անիմաստ բան է։ Ով գիտի ինչ է սա, գրեք մեկնաբանություններով։ Սիրով տեղեկացնում եմ, որ այս Webtoon Craft-ի արտադրամասից դուք կարող եք պատվիրել մետաղական կարկասների հետ կապված յուրաքանչյուր բան ինչեր մտքովացնում եք։ Վառոդներ, դռներ, աստիճաններ, նստարաններ, իհարկե մաղալներ, նավեսներ։ Կարող ենք անել գծակիրը, նախահաշվարկը եւ ինչ ձեզ պետք է։ Առաքում տեղադրում։ Գրեք կամ զանգահարեք նշված կոնտակտային տվյալներով։ Արտադրամասը նախատեսված չէ միայն նախապատրաստական աշխատանքներ իրականացնելու համար։ Մենք այստեղ պահեստավորում ենք բոլոր անհրաժեշտ նյութերը, որպեսզի ունենանք միշտ լավագույն գինը շուկայում։ Շատ շնորհակալ եմ, որտեղ հաջորդ ողջունեմ վերջ ֆանգարեշով,